պայթեց շատ ուժեղ, շատ բարձր։ Ես խրամատի մի պատից դեպի մյուս պատ մի անգամից շպրտեցի պայթյունը ու դեմքիս կային վնասվածքներ։ Դրամատիկ կերպար ստեղծելը շատ ավելի է ինձ ցուքում, շատ ավելի հետաքրքիր է։ Իսկ երիտասարդ հայ դերասաններից ում ես նայում ու կարծում, որ սովորելու բան ունես։ Չեմ նայում, ճիշտն ասած։ Օրինակ չես նայում Խորեն Լևոնյանի, Սոս Ջանիբեկյանի։ Եթե դուք դեմ չեք անձնական կյանքից հիմա ցանկալի է չխոսենք, գախնի եմ պահում։ Սերես գախնի թող մնա։ Երրորդ կուրսի ուսանող է 19-20 տարեկան ու մեր ինստիտուտի ներսում տարբեր անկյուններից նամակներ էին մարդիկ գտնում ինձ հասցեագրված։ Սերես գախնի թող մնա։ Այդ աղջիկը շատ տխուր դրամատիկ տեքստեր էր ինձ գրում։ Ինչ դերերում չես խաղա, ինչ չես անի էկրանի առաջ։ Կան որոշակի սահմաններ, որ հիմա համենայն դեպս ես այդպես եմ մտածում։ Ու շատ կարևոր է առաջ գնալ այդ ճանապարհով, բայց ճանապարհով առաջ գնալ ազնվորեն, չխաբել, մյուսներին վատություն չանելով, ազնվորեն, համեստորեն, որովհետև դա վաղ թե ուշ գնահատվելու է։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Lebrand ռեստորան, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovations, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Grand Reach Marketplace, Elysee House ռեստորան, Aroma International Marketplace, Gravel ծաղկի խանութ սրահ, Aridipo Jewelry, Տուն Լահմաջո ռեստորան, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers. Even if the clouds fill it instead. I don't need your worries. The story you're about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր թողարկումը։ Մենք շնորհակալ ենք, որ դուք շարունակում եք դիտել մեզ եւ մեկնաբանել մեր տեսանյութերը։ Շարունակեք բաժանորդագրվել ալիքին, մենք գրեթե 100,000 ենք։ Այսօրվա իմ հյուրը ձեզ շատ հայտնի է Մարիա հեռուստասերիալից եւ արդեն կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրված դառնալ։ Դերասան Վահե Վարդանյանն է այսօրվա մեր հյուրը։ Վահե ջան, ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, սա քո առաջին մեծ հարցազրույցն է եւ մենք ուրախ ենք, որ հանդիպելու առիթ ունենք, հուսանք, որ ամեն ինչ լավ կընթանա եւ դու երկար կհիշես այս պահը։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ հուսամ ամեն ինչ լավ կընթանա, շատ ուրախ եմ գտնվել այստեղ ձեր հաղորդման։ Վայ, ինչպես եղավ, որ քեզ անմիջապես սիրեցին, քեզ առաջարկվեց նկարահանվել կենտրոնական հեռուստաալիքներից մեկի Prime Time-ի ամենահայտնի հեռուստասերիալի գլխավոր դերում։ Դա պիտի որ քեզ ոչ միայն ուրախացներ, այլ մի փոքր նաև վախեցներ, հա, երևի։ Իրականում թե ինչպես եմ ընտրվել, գնացել եմ կաստինգի ընդամենը։ Իմացել եմ կաստինգի մասին շատ ուշ, մեկ օր առաջ նախորդին իմացել եմ, որոշեցի, որ ուղղակի պետք է գնացի ու ընտրեցին։ Նախկինում որքան հաճախ էիր մասնակցում կաստինգների եւ որքան հաճախ ես լսել ներողություն մենք ձեզ կզանգահարենք արտահայտությունը։ Կաստինգի ես մասնակցել եմ դեռ ուսանողական տարիներին մեկ անգամ մասնակցել եմ, ընտրվել եմ
Եվ մեկ անգամ մասնակցել եմ, լսել եմ ձեր ասած պատասխանը։ Ձեզ կզանգենք։ Այո։ Փաստորեն այդքան հաճախ չես լսել մերժումներ։ Արի սկսենք ամենասկզբից, ինչպես ընտրեցիր այս մասնագիտությունը։ Ասում են, որ սովորաբար մանկությունից արդեն ակնհայտ է դառնում, թե երեխան ինչ հետաքրքրություններ կամ ինչ տաղանդներ ունի։ Ինչպես է անցել քո մանկությունը։ Թե ինչպես ընտրեցի մանկությունից սկսած, իմ մոտ էլ մանկությունից է եկել այդ ամեն ինչը։ Մեծ սեր ունեի դեպի ֆիլմերը, շատ մեծ սեր։ Ամեն օր անդադար սերիալներ, ֆիլմեր, շատ էի նայում, շատ էի սիրում, աստղերին հետևում էի։ Ու ցանկություն մոտս առաջացավ, ես էլ փորձեմ լինել տարբեր մարդիկ, միտեղ ոստիկան, միտեղ բժիշկ, միտեղ այս կամ այն։ Դա ինձ ձգում էր, շատ էր ձգում, իմ մեջ շատ մեծ երազանք կար, շատ մեծ ցանկություն կար, որ ես գնայի դեպի այդ ճանապարհը։ Ու սկսեցի արդեն Թատերական ինստիտուտից։ Վայ, կհիշես ինչ-որ ֆիլմ, ինչ-որ դրվագ, որը մանկության տարիներին քեզ համար բացահայտել է ֆիլմաշխարհը այլ կերպ, որ փոխել է քո աշխարհայացը, այդ պահին դու որոշել ես, որ պիտի դառնաս դերասան։ Այո, կա տենց ֆիլմ, դա Էնթոնի Հոփկինսի մասնակցությամբ Մալչյանի Եղնյադ ֆիլմն է, որ ես շատ սիրեցի դեռ փոքր ժամանակվանից։ Հոփկինսի խաղով հիացած էի, մինչև օրս ես իրանով անում եմ ու ես էլ ուզեցի։ Սովորաբար այդ տարիքում տղաները ավելի շատ դրսում են ժամանակ անցկացնում, քան էկրանների առաջ կամ համակարգիչների առաջ խաղալով, եւ սպորտն է հիմնականում ավելի շատ հետաքրքրում եւ այլն։ Ինչպես էր ընտանիքդ կամ շրջապատդ վերաբերվում այդ ոլորտի քո հետաքրքրվածությամբ։ Ես իմ շրջապատի մարդկանց միշտ ընտրել եմ այնպիսիներին, ովքեր պիտի պարտավոր են հարգել դիմացինի որոշումները, դիմացինի ընտրությունները։ Եթե ես որոշել եմ դառնալ օրինակ դերասան, վերջ ես որոշել եմ դառնալ դերասան, իմ ընկերները, իմ շրջապատը պիտի կողմ լինեն, պիտի հարգեն, պիտի սիրեն այդ որոշումը, պիտի օգնեն։ Չկարողանալու դեպքում չօգնեն, բայց չխանգարեն։ Ես միշտ իմ շրջապատի մարդկանց ընտրել եմ նմանատիպ արժեքներով մարդկանց ու այդ ինձ հաջողվեց։ Ինչպեսի ընտանիքում ես մեծացել, ինչպես էին ծնողներդ մոտենում ես հարցին։ Բավական լավ, ոչ մեկ երբեք դեմ չի եղել են կողմ, ասեմ ավելին իմ ծնողները միշտ եղել են այնպիսի դիրքորոշմամբ, որ որոշել ես, դա ես ուզում, քո խնդիրն է, քո ճանապարհն է, եթե մենք քո կողքն ենք, ուզում ես դառնալ դերասան, դառի, սովորի, պայքարի, փորձի, մենք միայն քո կողքն ենք։ Մենք գտնվում ենք Implantum կլինիկայի Լոս Անջելեսյան մասնաճյուղում, իմ կողքին Սարգիս Փափազյանն է, բժիշկ ատամնաբույժ, ով բնականաբար իհարկե տարիներ շարունակ այս ոլորտում է աշխատում եւ արդեն վայելում է նաեւ մեր համայնքի վստահությունը։ Դոկտոր Կրկին ողջույն, շնորհակալություն նորից ժամանակ գտնելու համար մեր հարցերին պատասխանելու։ Բոլորը այս օրերին խոսում են all on 4 ծառայության մասին, ինչ է դա նշանակում։ Այո, շատ հետաքրքիր հարց է, շնորհակալություն։ Դա ինչ է նշանակում, այսինքն հիվանդը գալիս է անատամ կամ ատամներ ունի, որ պետք է հեռացվի, նույն օրը հեռացվում են ատամները, տեղադրում են իմպլանտները եւ տեղադրում են ժամանակավոր ատամներ։ Այսինքն հիվանդը գալիս է առանց ատամների, դուրս է գալիս իմպլանտներով ու իր ատամնաշարով։ Այսինքն մարդը մի օրում կարող է այդ գործընթացը սկսել եւ ժամանակավոր լուծում գտնել եւ բնականաբար իհարկե անցնել ողջ առողջական process-ը, հա։ Այո, ճիշտ այդպես։ Դե ինչ զանգահարեք նշված հեռախոսահամարով, այցելեք կլինիկայի Լոս Անջելեսյան մասնաճյուղ, եթե ունեք հարցեր, վստահ եմ այստեղ ձեզ շատ ջերմ կդիմավորեն։ Լավ եղեք եւ առողջ եղեք։ Ողջույն, մենք իմ ամենասիրելի տուն Լահմաջոյի Միացյալ Նահանգների մասնաճյուղում ենք։ Ինչպես գիտեք, ես հաճախ եմ լինում Երևանում եւ Երևանյան տուն Լահմաջոն եւս հաճախ այցելում եմ։ Սակայն երբ ուզում եմ այցելել Երևան, բայց միաժամանակ չլքել Միացյալ Նահանգները, գալիս եմ տուն Լահմաջո։ Այստեղ Երևանյան մթնոլորտը, մտովի եւ ատմոսֆերայի, երևի շրջապատի շնորհիվ մենք տեղափոխվում ենք
Երևան եւ պիտի ասեմ, որ լավագույն հայկական խոհանոցը Լոս Անջելեսում հենց տուն Լահմաջոյում է։ Դա չեմ ասում միայն ես, դա ասում են բազմահազար մարդիկ, ովքեր անընդհատ այցելում են այստեղ, ստանում են լավ, բնականաբար իհարկե ուտեստներ եւ միաժամանակ անթերի, գեղեցիկ եւ մակարդակով բարձր սպասարկում։ Պիտի ասեմ, որ այսօր Կիրակի է եւ ես սովորաբար շաբաթ եւ Կիրակի առավոտյան եմ նաեւ սիրում գալ տուն Լահմաջո։ Այստեղ փորձում եմ նաեւ ձվածեղների ամենատարբեր տեսականին, օրինակ այսօր ունենք եւ ասպարագուսով, լոլիկով, բաստուրմայով եւ նաև գարոխով ձվածեղ, որը եւս ես շատ սիրում եմ եւ շատ համով պատրաստում եմ։ Իզնից էլ ավելի համով են պատրաստում այստեղ։ Եթե դուք ունեք ընկերական հավաքույթների կարիք եւ միջավայրի կարիք, ապա այստեղ կարող եք անցկացնել եւ ընկերներով, եւ աշխատակազմով, եւ ընտանիքով։ Մի խոսքով, իսկական ընտանեկան միջավայր, իսկական բարի, անթերի մթնոլորտ հենց տուն Լահմաջոյում։ Ինձ այստեղ հաճախ եք տեսնում, գիտեմ եւ մենք հաճախ ողջագուրվում ենք, խոսում ենք մեկս մյուսի հետ եւ ինձ միշտ շնորհակալություն եք հայտնում, որ ես ձեզ պատմում եմ հենց տուն Լահմաջոյի մասին։ Ես էլ միշտ դա անում եմ առանց երկար բարակ մտածելու, որովհետեւ գիտեմ, որ այստեղ ամեն ինչ իդեալական է լինելու եւ դուք միշտ ինձ շնորհակալություն եք հայտնելու։ Այս պահին մենք գտնվում ենք ALA Renovations ընկերությունում, որը մեր գործընկերն է արդեն որոշ ժամանակ եւ գտնվում է Burbank-ում։ Նրանք զբաղվում են երկու կարևոր ուղղությամբ։ Առաջինը արևային պանելների տեղադրմամբ, որը հնարավորություն է ձեզ տալիս էլեկտրաէներգիայի գումարը խնայել, եւ երկրորդը իհարկե տանիքների վերակառուցմամբ, վերանորոգմամբ եւ առասարակ զրոյից կառուցմամբ, ինչը հնարավորություն է տալիս իհարկե եւ ձեր տան գինը բարձրացնել եւ արևային պանելների դեպքում իհարկե դա անել անվնաս եւ ավելի արագ տարբերակով։ Վերջին շրջանում իհարկե որոշ խնդիրներ են ծագել Կալիֆոռնիա նահանգում եւ ոչ միայն Կալիֆոռնիայում կապված Թրամփի վարչակազմի որոշման հետ, արևային պանելներից եկող գումարների վերադարձման հետ կապված եւ բնականաբար 90 եւ ավել տոկոս կազմակերպությունները, որոնք զբաղվում են այս հարցում, անզորեն այդ նախագահական որոշման առաջ, սակայն ոչ մեր գործընկերը ALA-ը, քանի որ նրանք համագործակցում են եւ աշխատում են արտադրող ամենահզոր ընկերության հետ արևային պանելների, որը հնարավորություն է տալիս դեռ որոշ ժամանակ պահպանել այդ վերադարձվող գումարների ծառայությունը։ Միաժամանակ պետք է նշել, որ այցելելով հենց ALA դուք կունենաք հատուկ առաջարկ, որը աննախադեպ է եւ անքննելի։ Խոսքը 0% down payment-ն է, այսինքն նախնական վճարումը, եւ իհարկե ստորագրման process-ում եւս 0% գումարը եւ ավելին 1 տարվա ընթացքում դուք եւս վճարում եք 12 ամիսների համար $0։ Այսինքն այցելելով մեկ անգամ ALA դուք կկարողանաք ստանալ կոնսուլտացիա եւ անվճար խորհրդատվություն եւ միաժամանակ իհարկե ձեր հարցերին սպառիչ պատասխաններ։ Եվ եթե որոշել եք ձեր տունը վաճառել կամ ձեր տունը ունի որոշակի խնդիրներ կապված տանիքի հետ, ապա անպայման պետք է վերանորոգել նաև տանիքը, որովհետև դրանից անմիջապես կախված է տան գինը։ Եվ եթե կան չնչին խնդիրներ, ապա պետք է հենց այդ չնչին խնդիրների պարագային դա շատ արագ լուծել, որպեսզի այն չդառնա մեծ հարց եւ մեծ խնդիր։ Այնպես որ տանիքների եւս բազմաթիվ տարբերակներ են այստեղ առաջարկում լավագույն գներով, այցելեք, համոզվեք, որ ALA-ը լավագույնն է ոլորտում։ Այս ոլորտի հետ որևէ կապ ունեն ծնողներդ կամ ընտանիքի անդամները։ Ոչ։ Դու ընդունվում ես Թատերական ինստիտուտ, դերասանական բաժին եւ հավանաբար այդտեղ արդեն քեզ համար ավելի ցայտուն է դառնում այդ ոլորտի, այդ արվեստի ճյուղի մասնագիտության մանրամասները։ Կպատմես առաջին տպավորությունները, երբ նոր էիր ընդունվել եւ հետագայում արդեն ինչ փոփոխություններ եղան։ Առաջին տպավորությունը դեռ ընդունելության քննությունների ժամանակ արդեն շատ հետաքրքիր էր, շատ լավն էր, ես այդտեղ ծանոթացա իմ հետագա կյանքի համար լավ ընկերների հետ, մենք միասին մտանք ընդունելության քննություններին, միասին անցանք ու հենց այդ առաջին ընդունելության քննությունից իմ շատ լավ տպավորություններ ստեղծվեցին այդ բուհի նկատմամբ, սիրեցի, մեծ հոգու կապ կար դեպի այդ ամեն ինչը, շատ սիրեցի, ամեն տեղ էլ կան իր մինուսները, պլյուսները, բայց ես ոչ մի մինուս երբեք հաշվի չեմ առել, ես շատ եմ սիրել ու շատ պոզիտիվորեն գնացել եմ, սովորել եմ, աշխատել եմ։ Դեռ 10 տարի առաջ մոտավորապես շատ դժվար էր տրվում Թատերական ինստիտուտում սովորող ուսանողներին նկարահանվել հեռուստասերիալներում, դասախոսական կազմը արգելում էր, ինստիտուտը թույլ չէր տալիս, որպեսզի նրանք մասնակցեին քաստինգներին։
Հիմա ինչպես է այդ ընթացքում նկարահանվելը տարբեր նախագծերում ընդգրկված լինելը։ Իմ ուսանողական տարիներին, երբ ես սովորում էի, այդ խնդիրը դեռ կար։ Հիմա ճիշտ ասած չգիտեմ կա թե չկա, բայց կարծում եմ կլինի, որովհետև մեծամասամբ վարպետները նույնն են, շատերը դեմ են լինում։ Ես նման խնդրի առաջ չեմ եղել երբեք, չեմ փորձել, որովհետև կարիք եմ գտել սովորել մինչև վերջ ավելի մասնագիտանալ, որ ավելի ճիշտ, ավելի ներկայանալի, ավելի պրոֆեսիոնալ, հնարավորինս պրոֆեսիոնալ ձևով ներկայանալ հանրությանը։ Ես չեմ փորձել նկարահանվել։ Բայց դու 2021-ին ես ավարտել ինստիտուտը եւ դրանից հետո արդեն սկսել ես նկարահանվել եւ գեղֆիլմում, Գարունայում եւ փաստորեն հիմա հեռուստասերիալում։ Այդ վարպետները, ովքեր այնտեղ անցկացրել են իրենց կյանքի մեծ մասը եւ այլ արժեքների կրողներ են, իրենց տված գիտելիքներից հետո ինչպես է քեզ զգում այդ գիտելիքները ռեալիզացնել հեռուստասերիալում օրինակ։ Ավելի շատ վարպետները ավելի շատ ովքեր որ դասավանդում էին բուն մասնագիտական, այսինքն աշխատանք կամերայի հետ, բեմում, մենք ավելի շատ աշխատում ենք բեմում։ Միշտ հիշում եմ, որ ասում են, որ պետք է լինել հնարավորինս ազատ, չլարվել, այսինքն լինել հանգիստ, որովհետև այդ լարումը թե բեմում, թե կամերայի առաջ շատ խանգարում է, ճիշտ ասում, դառնում է արհեստական ինչ-որ բան։ Դրա մասին շատ էր խոսում, վարպետները շատ էին դա ասում, մասնավորապես բեմի մասին, թատրոնում ներկայացումներում խաղալու մասին։ Լավ, քո վարպետները հիմա ինչպես կվերաբերվեին քեզ, երբ տեսնում են հեռուստասերիալում։ Բավական լավ, իմ կուրսի ղեկավարը բավական ուրախացավ, երբ իմացավ։ Հիմա էլ հաճախ որ շփվում ենք, հանդիպում ենք, հարցնում է ինչպես է, լավ է, ու շատ ուրախանում են։ Վահե Գարունա ֆիլմում քո կերպարը ընկերներից մեկի կերպարն էր, որ այդպես շատ տպավորված է մարդկանց մոտ։ Կպատմես ինչպես կարողացար մտնել այդ դերի մեջ, ինչպես process-ը տեղի ունեցավ դերը ճանաչելու։ Դերը ճանաչելու process-ում շատ օգնում է ռեժիսորը։ Մենք մինչև նկարահանումները սկսելը արդեն նա աշխատում էր մեր հետ։ Մենք հավաքվում ենք ու ժամերով տեքստերը, կերպարների դրած աշխատում ենք, փորձում ենք, բացատրում էր թե ինչպեսին պետք է լինի, ով է կերպարը, ինչ հոգեվիճակի կերպարը, տարբեր կերպ փորձում ենք տվյալ տեսարանը, մինչև հասկանանք թե ով է իրականում այդ կերպարը ու փորձենք մենք լինել այդ կերպարը։ Ռեժիսորը շատ էր օգնում։ Գիտեմ, որ ֆիլմի նկարահանումների process-ում որոշակի հետաքրքիր դրվագներ այնուամենայնիվ եղել են, որոնք կադրից դուրս են մնացել։ Ինչ կպատմես մեզ։ Շատ բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են եղել Գարունա ֆիլմի նկարահանումներում։ Պատերազմի դրվագներից մեկում ռեժիսորը ասել էր, որ այդտեղ պիտի փոքրիկ ծուխ լինի, դրա վրա հետո համակարգչային գրաֆիկայով բան հավաքելու են մեծ պայթյուն, այսինքն վախենալու ոչ մի բան չկա, իսկ այդ պայթյունը պիտի լիներ իմ մոտ։ Ես զինվոր կանգնած եմ խրամատում ու հենց խրամատի հակառակ կողմում պիտի լիներ այդ պայթյունը փոքրիկ։ Ես շատ վստահ, որ փոքրիկ պայթյունը լինելու հաստատ ոչ մեկին ոչինչ չի վնասի։ Սկսեցինք տեսարանի նկարահանումը ու պայթեց մի բան, պայթեց շատ ուժեղ, շատ բարձր։ Ես խրամատի մի պատից դեպի մյուս պատ մի անգամից շպրտեց ինձ պայթյունը ու դեմքիս կային վնասվածքներ, քարեր, փայտի կտորներ, մի խոսքով լավ վնասեցինք ու ոչ միայն ես։ Հետո պարզվեց, որ ռեժիսորը ասեց, որ ուղղակի դա ինքը տենց էր մեզ ասում, որ մենք չվախենանք, հանգիստ լինենք, բայց այնտեղ բավականաչափ բենզին էին դրել, բավականաչափ պայթուցիկ նյութ էին դրել, որ լինի բնական պայթյուն։ Այդ ամենահիշարժան դրվագներից էր։ Վայ 44-օրյա պատերազմը փոխել է բոլորիս կյանքը, այդ թվում նաև քո կյանքը։ Ու պատերազմական դրվագներով ֆիլմերը կամ այդ բովանդակությամբ աշխատանքները վերաիմաստավորվում են եւ որոշ դեպքերում նաև հավանաբար կորցնում իրենց արժեքը, որովհետեւ իրական կյանքը այլևս
ֆիլմ է դառնում այս պարագային։ Դու ինչպես ես կարողանում 44-օրյա պատերազմից հետո վերանայել այդ պատերազմի թեման, այդ թեմայով ֆիլմերում ընդգրկված լինել եւ այլն։ Պատերազմը, ինչպես դուք նշեցիք, շատ բան փոխեց բոլորիս կյանքում։ Ու պատերազմի մասին ֆիլմում նկարահանվելը փորձում ենք հնարավորինս ներկայացնել այդ հոգեվիճակը, թե ինչ է դա, ինչի մեջով են մարդիկ անցնում, ինչ են զգում, ու ինձ թվում է այդ ֆիլմի միջոցով դա ստացվեց մեզ մոտ։ Իսկ այդ հոգեբանական ասպեկտը, երբ դու հասկանում ես, որ դու ֆիլմում ես մարմնավորում մի բան, երբ մարդիկ իրական կյանքում իրենց մաշկի վրա են զգացել, ու հավանաբար յուրաքանչյուր հայ տղայի, յուրաքանչյուր մարդու դա երևի կարկամելու, հետ գնալու ինչ որ մտածողություն է, չէ՞, այդ պահին տալիս։ Այ քո հոգեվիճակը ինչպիսին էր այդ օրերին։ Ես ասեմ, որ ես ծառայել եմ հենց այդ պատերազմական ժամանակներում, ես էլ տեսել եմ բավականաչափ բաներ, ու մարդիկ, ովքեր կասեն, որ դե մենք դա տեսել ենք, իրականում դա ընդամենը ֆիլմ է, բոլորս պետք է հասկանանք, որ ամեն մեկը ունի իր գործունեությունը։ Զինվորի իր ծառայության ընթացքում իր գործունեությունը, ռեժիսորը ներկայացնելով այդ ֆիլմը, դա իր գործն է, դա իր մասնագիտությունն է, դա իր արվեստն է, նա դրա միջոցով ուզում է ամբողջ հանրությանը ներկայացնի, թե հնարավորինս պատկերավոր, թե ֆիզիկական դրույթները, թե հոգեկան, ներկայացնել հանրությանը։ Ես կարծում եմ, որ նման մտածելակերպը մարդկանց կողմից շատ սխալ կլինի, որ գիտես, մենք դա տեսել ենք, դա ինչ ֆիլմ է, դուք չեք տեսել, բայց նկարում եք նմանատիպ ֆիլմեր, ես կարծում եմ, որ դա շատ սխալ մտածելակերպ է։ Արվեստի միտքը հենց նա է, որ նկարագրեն տարբեր մարդկանց, տարբեր դրվագներում մարդկանց հոգեվիճակը, մարդկանց վարվելակերպը։ Մենք գտնվում ենք Աննա Գրիգորյանի իրավաբանական գրասենյակում, որտեղ ձեզ հետաքրքրող եւ հուզող հարցերին տրվում են սպառիչ պատասխաններ։ Ինձ հետ այսօր կրկին Աննա Գրիգորյանն է, իրավաբան, ողջույն Աննա, շնորհակալ եմ, որ գտել եք ժամանակ եւ պատասխանելու եք մեր հարցերին։ Այսօր եւս խոսելու ենք Will and Trust-ի կտակի եւ ժառանգության մասին։ Աննա, ինչպես է ստացվում, երբ մարդիկ ունենում են այդ trust-ը, ժառանգությունը եւ կտակը, բայց այնուամենայնիվ հայտնվում են դատարանում։ Եթե կտակը կամ trust-ը գրված չի ճիշտ օրենքին համապատասխան կետերով, ինքը իրականում ուժ չունի եւ չի պաշտպանելու մարդու իրավունքները։ Եթե trust-ը գրել են եւ ներկա չեն եղել վկաները, թղթաբանությունը չի հաստատվել եւ trust-ի մեջի նշած կետերը չեն համապատասխանում օրենքին, ինքը անվավեր է համարվում։ Կապ չունի, եթե trust-ը գրել են մի գրասենյակում կամ որի վրա աշխատում է մյուս գրասենյակը, եթե չի համապատասխանում օրենքի ուժին եւ կետերին, ինքը հայտնվելու է դատարանում, որովհետեւ իրականում անվավեր է։ Ժողովուրդ ջան, եթե դուք ունեք որևէ անշարժ գույք, եթե ունեք որևէ սեփականություն եւ ցանկանում եք, որպեսզի այդ սեփականությունը ձեր մահից հետո տնօրինեն ձեր մտերիմ ընտանիքի անդամներն ու ազգականներ, ապա դրա համար այնուամենայնիվ պետք է ջանք գործադրել եւ ճիշտ կերպով կառուցել եւ կազմել կտակը եւ ժառանգությունը։ Այդ հարցում լավագույն կերպով ձեզ կօգնեն մասնագետներ, ովքեր հստակ զբաղվում են այդ հարցով։ Աննա Գրիգորյանը տարիներ շարունակ զբաղվում է այս հարցով եւ մեր համայնքից շատ ու շատերին արդեն հասցրել է օգնել։ Կօգնի նաեւ ձեզ, եթե զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Մենք Aroma International Supermarket-ի North Hollywood-ի բաժնում ենք եւ իմ կողքին է աշխատակից Լիլիթը, ով լավագույն սպասարկողներից մեկն է եւ միաժամանակ իհարկե տեղյակ է Aroma-ի ամեն ինչից։ Լիլիթ, կպատմես ինչն են ժողովուրդը ամենաշատը սիրում ձեր խանութում։ Մեր խանութում ժողովուրդը ամենաշատ սիրում են մեր բեյքերին, մեր պեչենիները, մեր փախլավաները, մեր գաթաները շատ են տանում։ Եվ մեր խանութը յուրահատուկ է նրանով, որ մեր հացը միշտ թարմաբուր կեղեն, հոտոկներ, ամեն ինչ ունենք։ Ես գիտեմ, որ նաև ձեր մրգերը եւ բանջարեղեններն են շատ գալիս եւ գնում, որովհետեւ երևի թե միշտ ամեն օր թարմեցվում է։ Մեր բանջարեղենները եւ մրգերը առանձնանում են դրանով, որ նոր ապրանքներ ենք բերում ամեն օր, թազա, հետաքրքիր նորություններ ենք բերում մեր խանութում, կարաճակետ։ Եվ գիտեմ նաև, որ տարբերվում է ձեր խանութը հատուկ ջերմ սպասարկմամբ։ Ձեզ համար կարևոր է, թե ինչ տրամադրությամբ է ձեր խանութը լքում ձեր հաճախորդը։ Այո, մեր համար շատ կարևոր է սպասարկումը, մեր բոլոր աշխատողների համար շատ կարևոր է լավ սպասարկումը հաճախորդների հանդեպ։ Մենք դա շատ մեծ մասնիկ է մեր խանութի։
Հիանալի է, շնորհակալություն։ Այցելելով Aroma International Supermarket դուք կգտնեք լավագույն ապրանքատեսականին եւ պետք է նշեմ, որ North Hollywood-ի մասնաճյուղը առանձնանում է նաեւ իր լայն եւ ընդարձակ սրահով եւ միաժամանակ իհարկե պետք է ձեզ պատմենք մեր food court-ի մասին եւ դիտելով կադրերը կհասկանաք, որ food court-ում եւս համեղ ուտեստները մշտապես տաք եւ թարմ վիճակում սպասում են այցելուներին։ Արչևում Thanksgiving-ի տոներն են, իսկ մենք գտնվում ենք մեր գեղեցիկ գործընկերոջ Gravel խանութ սրահում։ Այն գտնվում է Brent պողոտայի վրա եւ լավագույն ու գեղեցիկ ծաղկե խանութներից է Glendale-ում։ Պետք է նշենք, որ Gravel-ը առանձնանում է յուրահատուկ ճաշակով, իր ծաղիկների թարմությամբ եւ մեկ կարևոր հանգամանքով եւս։ Միայն ու միայն Gravel-ում կարող եք գտնել ծաղկե փնջեր, որոնք կարող են մնալ ավելի քան 1 տարի, որը ծաղիկների ոլորտում համարվում է իսկական սենսացիա։ Իսկ այս պահին տեսնում եք գեղեցիկ դեկորացիաներ համապատասխան աշնանային գույներով, որոնք բնորոշ են Միացյալ Նահանգներում հատկապես Thanksgiving-ի տոնին։ Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր բիզնեսը կամ ձեր տունը եւ ձեր շրջապատը այսքան գեղեցիկ լինի այս տոնի կապակցությամբ, ապա Gravel-ի աշխատակիցները հաստատ կգտնեն գեղեցիկ լուծումներ։ Այս մասում ծաղկե փնջերն են, որոնք արդեն պատրաստ են եւ դուք կարող եք ձեռք բերել, դրանք թարմ ծաղիկներից են եւ գեղեցիկ ու զուսպ դիզայնով։ Եվ իհարկե կուզեի ձեզ առանձնահատուկ պատմել նաև այստեղ ծաղկե փնջերի փաթեթավորման մասին, որոնք եւս յուրահատուկ են եւ առանձնանում են իրենց տեսակներով։ Այնպես որ այցելելով Gravel հաստատ կգտնեք ձեր սիրելի կամ ձեզ համար լավագույն տարբերակը։ Մենք այդպես ենք անում։ Վահեք, ասես ինձ, որոնք են քեզ համար հիմնական ցայտուն տարբերությունները, թե որակական, թե որպես դերասան քո տաղանդը ներկայացնելու սերիալների եւ գեղարվեստական ֆիլմերի առումով։ Ինչ ես կարողանում օրինակ տալ գեղարվեստական ֆիլմի նկարահանման տաղավարում, որ հնարավոր չէ դա անել օրինակ արագընթաց սերիալների պարագային։ Ճիշտ ասած, ես քանի որ շատ մեծ փորձ չունեմ, այդ ամեն ինչ նկարվել է մեկ գեղ ֆիլմում եւ մեկ հեռուստասերիալում, տարբերություններ որպես այդպեսին շատ նշել չեմ կարող իմ խաղի, իմ աշխատանքի հետ կապված, չեմ մտաբերում հիմա որպես այդպեսին մեծ տարբերություն Գարունա ֆիլմում նկարահանվելուց ու այստեղ։ Երևի նշեմ մենակ մի բան, որ ինչպես դուք նշեցիք, հեռուստասերիալը քանի որ ավելի արագ ընթաց է, գեղֆիլմում մի քիչ ավելի շատ էր ժամանակ լինում, ավելի շատ աշխատելու, ավելի շատ դրա մասին մտածելու հենց նկարահանման հրապարակում։ Որպես այդպեսին տարբերություն մենակ դա կարող եմ նշել։ Վահե, ովքեր են քո սիրելի դերասանները հայ ֆիլմում, ում խաղն ես ամենաշատը կարևորել։ Հայ ֆիլմում շատ սիրել եմ Արմեն Ջիգարխանյանին։ Միշտ։ Ինչու՞։ Շատ տարբեր կերպարներ է խաղացել իր շատ մեծ ֆիլմերում է խաղացել, շատ հայտնի, շատ տարբեր բազմաթիվ ֆիլմերում է խաղացել ու ինձ դուր է եկել միշտ իր խաղը, իր տարբերությունը կերպարների, տարբեր ձև, տարբեր ոճի, տարբեր բնավորությամբ կերպարների ճիշտ ներկայացնելը։ Իսկ երիտասարդ հայ դերասաններից ում ես նայում ու կարծում որ սովորելու բան ունես։ Չեմ նայում, ճիշտ ասած։ Օրինակ չես նայում Խորեն Լևոնյանի, Սոս Ջանիբեկյանի ու այլ դերասանների խաղը։ Իրանք երիտասարդ, ես չմտածի որ երիտասարդ իրաց։ Չէ, անմատաբար երիտասարդ Արմեն Ջիգարխանյանը սերնդի։ Իսած իմ տարիքակից մարդկանց նկատի ունեն, դրա մարդից պատասխանեցի։ Մեր ավելի երիտասարդ սերնդի դերասաններից երևի Խորեն Լևոնյանը ամենահայտնի, ամենապրոֆեսիոնալ, ամենահետաքրքիր կերպարը, Խորեն Լևոնյանի թե դերասան կերպարը, թե մարդ տեսակը, թե տղամարդ տեսակը հետաքրքիր, ճիշտ, լավ, միշտ կարելի է հիանալ իր ֆիլմերով, իր խաղով, թե երիտասարդ տարիների ֆիլմերով, երբ նա ավելի երիտասարդ էր, թե հիմա։ Շատ լավ։ Տես հայկական կինոն որոշակի ակտիվություն վերջին 5-6 տարում ակնհայտ կա, կոմերցիոն հայկական ֆիլմերը չեն իջնում մեծ էկրաններից եւ այլն։
անգամ ունենք օրինակներ, թե ինչպես են միջազգային հարթակներում հայ դերասանները որոշակի հաջողությունների հասնում։ Վաչե Թովմասյանը հիմա Կաննի կինոփառատոնից հետո արդեն Օսկարի առաջադրված ֆիլմում է նկարահանվել 6 անվանակարգում, այդ թվում նաև լավագույն ֆիլմ անվանակարգում։ Մի քանի տարի առաջ ուղղակի ամենավառ երազներում որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Հայաստանից որևէ դերասան կարող է նստել Օսկար կինոմրցանակաբաշխության առաջին շարքում որպես տարվա ֆիլմ անվանակարգի դերասան։ Ինչ ես կարծում, արդյոք ժամանակներն ու կինոն փոխվում է եւ արդյոք աշխարհը ավելի մեծ է դառնում։ Քո պլաններում եւս կա դուրս գալ այս մասշտաբներից դուրս։ Շատ կուզեմ ընդլայնվել, ավելի մասնագիտանալ, երբեք Հայաստանը չեմ թողի, թե մշտապես չեմ տեղափոխվի ուրիշ երկիր, թե ստեղի մասնագիտականը նկարահանվել է, երբեք չեմ թողի, չեմ գերադասի մեկ այլ ուրիշ տեղը, բայց շատ կուզեմ զուգահեռ փորձել օրինակ ռուսական ֆիլմերում, ռուսական սերիալներում, ռուսական կինոինդուստրիան ինձ հիմա շատ է հետաքրքրում։ Ինչու՞ չեն նաև ավելի Եվրոպա, Ամերիկա, շատ կուզեմ, դա շատ մեծ ցանկություն է, շատ մեծ երազանք է ու կարծում եմ, որ Վաչե Թովմասյանի մոտ էլ դա միայն մեծ ցանկությունների, մեծ երազանքների աշխատանքի արդյունք էր դա։ Իսկ քեզ որպես երիտասարդ դերասան դա ոգեշնչում է, երբ նայում ես այդ անհավանական թռիչքը մարդու։ Շատ ոգեշնչում, որովհետև ես մինչև Անորա ֆիլմը, մինչև Վաչե Թովմասյանի ֆիլմում նկարահանվելը, ես մտածում եմ, որ դե Հայաստանը փոքրիկ երկիր է, մյուս մեծ երկրների, մեծ կինոինդուստրիաների նկատմամբ մենք փոքր ենք, դժվար է հայ երիտասարդի համար հասնել նմանատիպ բարձունքների, թե ազգային պատկանելությունը նշանակություն ունի, այդպես էի մտածում, թե մասնագիտական, մի խոսքով շատ տարբեր բաներ մտածում եմ, բայց հիմա որ այսպես նայում եմ, հնարավոր է, եւ եթե մեկը կարողացել է, ինչու՞ չէ նաեւ կարող եմ մյուսները։ Դիտել ես Անորա ֆիլմը։ Ոչ։ Բայց ինչպես է քեզ ոգեշնչում հաջողությունները, եթե չես դիտել ֆիլմը։ Պարտադիր չի ֆիլմը դիտեմ, որ գերի ինձ այդ հաջողությունը։ Ես գիտեմ, որ նկարահանվել է տվյալ ֆիլմում, գիտեմ, որ հասել է հաջողությունների։ Սա որևէ կերպով ինչ որ մեղադրական տոն չի կամ մեղադրական հարց չի, ուղղակի արի փորձենք միասին հասկանալ։ Ամեն օր չի մեր հետ որպես ազգ պատահում, որ մեր ազգի ներկայացուցիչը լինի mainstream կինոյում, երբ Critics' Choice Awards-ում հաղթի, երբ ոսկե արմավենի ստանա, Կաննի կինոփառատոնում եւ այլն։ Ինչի օրինակ երիտասարդ դերասանները չեն դիտում այդ ֆիլմը, չեն փորձում հասկանալ ինչի։ Օրինակ, այնտեղ հայի կերպարը չափազանց ծայրահեղ վատ է ներկայացված։ Եվ հայը ծայրահեղ բացասական կերպարով հաստիստ հանդիս գալիս, բայց քանի որ որևէ մեկը մեր ժողովրդից գրեթե չի դիտել այդ ֆիլմը, բոլորս հպարտանում ենք այդ ֆիլմում մեր ազգությամբ։ Ես օրինակ շատ ուրախ եմ եւ հիացած եմ Վաչե Թովմասյանի եւ իր գործընկերոջ խաղով, բայց որպես տենց հայ այդքան էլ ուրախ ինձ չեմ զգում, որ հայը ներկայացված է ռուսի օրինակ ստրուկ որպես ներկայացված այդ արժանամակարգ կրող մարդ եւ այլն։ Ինչի ենք մենք այդքան մակերեսորեն մոտենում ցանկացած նման հարցի ըստ քեզ։ Ու դա միայն քեզ չեմ ասում, այլ ընդհանուր, եթե դուրս գանք փողոց, հաստատ 10-ից 10-ը գիտեն, որ Օսկարի առաջադրված ֆիլմ է, բայց 10-ից 1-ը հազիվ թե դիտած լինի դա։ Ճիշտ ասած, չգիտեմ մյուսները ինչի համար չեն, ես գիտեմ ես ինչի համար չեմ դիտել, ես չեմ դիտել ֆիլմը միայն ժամանակային խնդիրներից ելնելով նկարահանումներ, զբաղվածություն, նա ավելի կարևոր է բնականաբար իմ նկարահանումները, ֆիլմը կդիտեմ անպայման, դեռ ժամանակ կգտնեմ, անպայման կդիտեմ, թե մեծ էկրաններին, թե տանը, բայց կդիտեմ։ Իսկ հանրությունը ես նոր եմ իմանում ձեզնից, որ հանրությունը չի դիտել այդ ֆիլմը, ինձ թվում է ես մենակ ես եմ։ Իսկ որքանով է կարևորում նման պարագայում օրինակ բախտը եւ հաջողությունը մարդու, որովհետեւ ի սկզբանե այդ դերը գրված է եղել Արսեն Գրիգորյանի համար դերասան։ Եվ զուտ տեխնիկական վիզայի տրամադրման պատճառով Արսենը չի հասցրել գնալ եւ նկարահանվել եւ փաստորեն արդյունքում բերել է Վաչեի բախտը։ Օրինակ ըստ քեզ կինոյում որքան կարևոր է հաջողության ճիշտ վայրում հայտնվելու, ճիշտ տեղին այդ հանգամանքը եւ որքան կարևոր է տաղանդես պարագայում։ Ինչպես դուք նշեցիք, շատ կարևոր է ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելը։
Դե հիմա դրա անունը մեկը կոչի բախտ, մեկը մեծ ցանկություն, երազանք կամ աշխատասիրություն, դա ամեն մեկի գործն է, բայց ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելը դա շատ կարևոր բան է ու դա մարդուց կախված չի։ Դու կարծում ես, որ ճիշտ պահին, ճիշտ տեղում ես հայտնվել հիմա։ Ինձ թվում է, այո։ Կարծում ես։ Ես կարծում եմ, որ ես շատ ճիշտ ժամանակին ճիշտ քայլ արեցի, գնացի կաստինգի։ Շատ լավ։ Արի քեզ փորձենք որպես մարդ եւս ճանաչել, որովհետեւ անընդհատ մենք գրեթե 25 րոպե խոսում ենք գործունեության մասին, բայց շատ բան չկա խոսելու այդ մասին, որովհետեւ դու նոր ես սկսում քո կարիերան, իհարկե խոստումնալից, հետաքրքիր կարիերա է, բայց միևնույն ժամանակ մարդիկ չեն ճանաչում քեզ։ Վստահ եմ, այս ժամանակը քեզ ճանաչելուն տրամադրելը ավելի հետաքրքիր կլինի։ Հիմա գրեթե բոլոր աղջիկները սիրահարված են քեզ քաղաքի եւ դիտում են այդ հեռուստասերիալը, ինչա կատարվում քո անձնական կյանքում։ Ճիշտ ասած, ես չգիտեի, որ աղջիկները ինձ սիրահարված են։ Լավ, վահ չես տենում, որ սիրահարված են մեկնաբանություններից, սերիալների տակ, ակտիվությունից եւ այլն։ Դե որոշ մեկնաբանություններ տեսել եմ ես, բայց դրանից ես չեմ վերաբերվել երբեք որպես սիրահարվածություն։ Մտածել եմ ինչ որ նայում են ֆիլմը, սերիալը, այդ բանին հավանել են, ինչ որ բան են գրել, բայց ես դրան որպես սիրահարվածություն չէի մտածում, որ շատ անկեղծ համեստությամբ ես հիմա ներկայանում, հուսանք, որ դա երկար տարիներ կպահպանվի եւ որևէ բան չի փոխվի մի քանի ֆիլմից հետո, բայց ինչա կատարվում քո անձնական կյանքում։ Ես եթե դուք դեմ չեք անձնական կյանքից հիմա ցանկալի է չխոսենք, եթե ես ուզեի ինչ որ մենք դեմ չենք Վահե ջան, բայց դեմ են մեզ դիտող, մեզ դեմ են մեզ դիտող մարդիկ, ես հրապարակումներ անձնական կյանքից չեմ անում, գաղտնի եմ պահում։ Մենք շատ մեծ ըմբռնումամբ ենք մոտենում անձնական կյանքի գաղտնիության քո ցանկությանը, բայց վստահ եմ մարդիկ ովքեր նայում են հիմա սրտի կսկիծով են այս հարցին վերաբերվում։ Ամեն ինչ լավ է, թե հույս ունենան այդ աղջիկները, որ մի օր իրանց մոտ էլ կարող է լավ լինի քեզ հետ։ Ես գտնում եմ, որ հույսը երբեք չպիտի մեռնի։ Եթե որոշները հույս ունեն, թող չհուսալքվեն, թող հույսով ապրեն, լավ կլինի։ Ես կրկին Grand Bridge սուպերմարկետում եմ եւ այս անգամ ձեզ պետք է պատմեմ հենց Grand Bridge-ի Bakery հացաբուլկեղենի բաժնի մասին։ Հացի որակը իսկապես աննկարագրելի է։ Սա երևի թե իմ հանդիպած միակ հայկական խանութի հացն է, որը պատրաստվում է առանց որևէ հավելումների եւ արհեստական խթանիչների։ Այս հացը ընտանեկան բաղադրատոմսով պատրաստվող եւ հնուց փոխանցված փաստորեն բաղադրատոմս է, որը խանութի ղեկավարությունը գաղտնի է պահում։ Բայց մեկ անգամ փորձելուց հետո այս հացը այլևս որևէ խանութից հաց չեք գնի։ Անցնենք ներս եւ ձեզ կներկայացնեմ Grand Bridge-ի եւս մի քանի գաղտնիք։ Գնացինք։ Grand Bridge-ի հենց Bakery բաժնում կարող եք ձեր ամենասիրած եւ ամենացանկալի խմորեղենները պատվիրել կամ գալ այստեղից գնել տորթեր, համեղ թխվածքներ եւ բլիթներ, որոնք կարելի է գտնել հենց միայն այստեղ։ Մսի բաժնում Grand Bridge միտում կարող եք գտնել ամենաթարմ եւ ամենավորակյալ մսի տեսականին, որը անընդհատ ամեն օր թարմացվում է եւ իհարկե լավագույնս ներկայացվում։ Իսկ նաեւ catering-ի առանձին բաժինը պատրաստում է ամենահամեղ ուտեստները, որոնք կարող եք գտնել հենց միանգամից այստեղ խանութում։ Դրանք տանը պատրաստված ուտեստների համի են եւ երևի թե որևէ մեկը չի կարող տարբերել դա ձեր մայրիկի պատրաստածն է, թե հենց այստեղ Grand Bridge-ի պատրաստածը։ Գլենդելի սրտում գտնվող Արիդիպո գեղեցիկ զարդերի եւ թանկարժեք զարդերի խանութսրահը առանձնանում է իր դիզայներական առանձնահատկությամբ եւ իհարկե առաջարկվող մատերիալի, այսինքն առաջարկվող հումքի, ոսկու, ադամանդի եւ ոչ միայն լավագույն որակով։ Այստեղ աշխատում են սրտացավ մասնագետներ, ովքեր ոչ միայն ուշադրություն են դարձնում թանկարժեք զարդերի դիզայնին, այլ առավել մեծ ուշադրություն են դարձնում նաեւ դրանց առաջարկվող որակին։ Եվ միաժամանակ իհարկե շատ կարևոր գնային քաղաքականություն է այստեղ վարվում։ Դուք ունենալով սահմանափակ բյուջե կարող եք գտնել ձեր ճաշակին համապատասխան որևէ բան եւ ունենալով ավելի մեծ եւ լայն հնարավորություններ եւս կարող եք գտնել ձեր լավագույն եւ սիրված զարդերը։ Մենք բազմիցս նշել ենք, որ այստեղ կարող եք գտնել եւ տղամարդու, եւ կանանց, եւ երիտասարդների եւ ավելի հասուն տարիքի մարդկանց համար նախատեսված ոսկյա եւ թանկարժեք զարդեր։ Այսօր առանձնահատուկ կերպով ուզում ենք ձեզ պատմել նաեւ նշանադրության եւ փսակադրության համար նախատեսված մատանիների եւ զարդերի մասին։
եւ ասել, որ Արիդիպոյում դուք կարող եք գտնել լավագույն պսակադրության փաստորեն մատանիները եւ զարդերը։ Դրանք ի դեպ կարող են համապատասխանել մեկը մյուսին եւ տղամարդուն եւ կնոջը իրար կամ հակառակը կարող են ունենալ ամենաանհավանական մտքի եւ ֆանտազիայի թռիչքները։ Միաժամանակ իհարկե կարող են լինել եւ ավելի համեստ բյուջեով նախատեսված ադամանդներ, արհեստական ճանապարհով աճեցված եւ հակառակը անգամ ամենաթանկ ադամանդները կարող եք այստեղ ձեռք բերել։ Խոսելու ենք այսօր նաև փաստորեն մարգարիտների մասին, որոնք շատ նորաձև են եղել եւ ձեր տատիկների ժամանակաշրջանում եւ ձեր մայրիկների եւ հիմա եւս վերադարձել են նորաձևության ոլորտ։ Եվ այս մարգարիտները, որոնք ներկայացված են հենց Արիդիպո խանութ սրահում, իսկապես դիզայներական գեղեցիկ գլուխգործոցներ են։ Ինքներդ կարող եք համոզվել, որ այցելելով Արիդիպո դուք կգտնեք ձեր ճաշակին համապատասխան լավագույն զարդերը։ Մայրերի օրվա արդիվ է մեզ Tours and Travel-ը առաջարկում է ձեզ լավագույն նավագնացությունը։ Պետք է նշեմ, որ երկար տարիներ շարունակ այս տուրիստական ընկերությունը զբաղվում է մեր հայրենակիցների հանգստով Միացյալ Նահանգների սահմաններում, դրանցից դուրս, Մեքսիկո, Եվրոպա, Հայաստան եւ այլն։ Եվ այս մայրերի օրվա նվիրված նավագնացությունը լավագույն ժամանցի միջոցներից է։ Մայիսի 8-ից 11-ը տեղի է ունենալու այս նավագնացությունը, որին մասնակցելու են արտիստներ Գոհար Հովանեսյանը, Արթուր Mr. X-ը, Վիկտոր Էսպինոլան, Սամվել Երևինյանը, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը եւ համազգային բարի համույթը։ Այցելեք եւ կտեսնեք, թե ինչպես է անցնում ձեր լավագույն մայրերի օրը։ Վահե, երբևէ կոտրել են քո սիրտը։ Ոչ, անձնական կյանքի տեսանկյունից ոչ։ Ես թույլ չեմ տվել։ Առաջին դու ես կոտրել։ Հետ քայլ դու ես։ Չէ, առաջինը ես չեմ կոտրել, բայց չեմ հասցրել դրան, որ իմ սիրտը կոտրվի։ Որտեվ ինչի համար պիտի կոտրեմ։ Հեշտ ես վստահում աղջիկներին, հեշտ ես վստահում առասարակ մարդկանց։ Չէ, ես չեմ վստահում, աղջիկներին չեմ վստահում։ Աղջիկներին չեմ վստահում, վստահում եմ շատ մոտ հարազատներին, շատ մոտ ընկերներին միայն, դա էլ վստահում եմ մենակ երկար հարաբերություններից, երկար շփումներից հետո։ Վայ, ասացիր, որ անձնական կյանքից խոսել չես ուզում, բայց այնուամենայնիվ, երբ մի պահ դադար եղավ, միասին մի պատմության մասին խոսեցինք, որ կուզեմ անպայման պատմես։ Ուսանողական տարիներից է, հա, հավանաբար։ Այո, ուսանողական տարիներից։ Ես երրորդ կուրս էի, երևի երրորդ կուրսի ուսանող էի, 19-20 տարեկան։ Դեպք եղավ մի օր ընկերներով նստած էինք սրճարանում ու մեր ընկերական շրջապատից ես չէի ճանաչում իրեն, առաջի անգամ ես այդ աղջկան տեսնում, իմ ընկերոջ կուրսից էր նա։ Միացավ մեզ, նստեցինք, շփվեցինք, պոեզիայից էինք խոսում, գրքերի ստեղծագործություններից ու դրանից հետո անցնում են օրեր ու մեր ինստիտուտի ներսում տարբեր անկյուններից նամակներ էին մարդիկ գտնում ինձ հասցեագրված։ Այդ աղջիկը շատ տխուր դրամատիկ տեքստեր էր ինձ գրում, դե վերաբերվում է որպես ժամանակավոր ինչ-որ սիրահարվածություն, ավել ոչինչ։ Ու շարունակվում է, անընդհատ շարունակվեց ամիսներ շարունակ, հետո սկսեց մոտենալ, տարբեր բաներ ասել, ես դրանի շատ էի նեղվում իհարկե, լավ մարդու համար, սենց բարի մարդու համար դա մի քիչ տհաճ վիճակ է, երբ որ գիտես մարդ քեզ տենց է վերաբերում, բայց դու իրան ոչինչով չես կարող օգնել։ Ու անցան ժամանակներ, 6-8 ամիս անդադար այդ նամակները անընդհատ ինչ-որ տեքստեր, ուրիշ մարդկանց միջոցով ինչ-որ բաներ փոխանցել, ու այդ աղջիկը ընկերը շատ վատ վիճակում իր կուրսի տղաները, ովքեր իմ հետ շատ մոտ էին, ինձ ասում եմ, այդ մարդը շատ վատ վիճակում է, տանից դուրս չէր գալիս ինչ-որ ժամանակ, շատ վատ վիճակում էր։
Բայց Փառք Աստծո ինքը տարի ավարտեց, ինքը ինձնից մեծ էր։ Համ տարիքով, համ կուրսով մեծ էր։ Ավարտեց, գնաց, ես էլ ավարտեցի ու որևէ կերպով այդ ընթացքում չէիր փորձում ուղղակի զրուցել, բացատրել, որ դուք կարող եք լինել ընկերներ կամ ծանոթներ, բայց փորձել եմ, շատ եմ փորձել ու շատ են արվել նմանատիպ հանդիպումներ են ստեղծվել։ Բայց իսկ դու անպատասխան երբևէ սիրել ես քո կյանքում ու քեզ համար դժվար եղել է։ Ոչ, անպատասխան սիրով երբեք չեմ տառապել։ Եղել է, որ ավելի երիտասարդ, ավելի պատանի տարիքում ինչ որ սիրահարվածություն, ինչ որ մեկին հավանել եմ ինքն էլ ինձ մի ամիս, երկու ամիս հետո ոչ մի բան չի ստացվել, սենց դեպքեր բազմաթիվ եղել են իմ կյանքում, բայց անպատասխան սեր չեմ ունեցել։ Շատ հաճախ դերասանները, ովքեր գիտեն, որ իրենց հաջողությունը նաև հակառակ սեռի ուշադրությունն է, գաղտնի են պահում իրենց անձնական կյանքը կամ հարաբերությունները։ Քո պարագայում դա մտածված քայլ է, թե դու բնույթով այդպեսի տղա ես, որ չես սիրում հանրայնացնել քո անձնականը։ Չեմ սիրում հանրայնացնել անձնական կյանքից ոչ մի տեղ չեմ խոսում։ Անձնական կյանքը իմ անձնական կյանքն է։ Հենց բառը ինքը իրանով անձնական բառը ինքը իրանով արդեն նշում է, որ դա անձնական է։ Իհարկե դու երիտասարդ ես, բայց վստահ եմ քո կյանքում եղել են պահեր հիասթափության, ոչ միայն անձնական կյանքի, այլ գուցե նաև ընկերական կամ կորուստներ եւ այլն դրվագներ, պահեր, որոնք փոխել են քո կյանքը։ Կորուստ չեմ ունեցել, իսկ հիասթափություններ եղել են կյանքում։ Ավելի մեծ հիասթափությունս եղել է ուսանողական տարիներին, իմ մոտ շրջան եղավ, ես երրորդ կուրսում 19-20 տարեկան երիտասարդի մեջ մեծ հիասթափություն կար, բայց մասնագիտական առումով մեծ հիասթափություն կար, հիասթափությունը բայց իմ մեջ էր, ինձնից էր, ես մտածում եմ, որ ես չեմ կարող, իմ մոտ չի ստացվի, իսկ հիասթափությունը չէր վերաբերում մյուսներին, ոչ իսկ դա ինքնագնահատականի խնդիր էր, հա, ուներ ինչ-որ բարդույթներ, ցածր ինքնագնահատական ընթացքում։ Դες լիքը երեխեք կարող է դրա միջով հիմա անցնեն ու քո օրինակը անկեղծ պատմությունը օգնի իրենց էլ պատվով անցնել դրանով։ Ասեմ, ես ինքնագնահատականի պակաս երբեք չեմ ունեցել, ես միշտ ունեցել եմ բարձր ինքնագնահատական, իմացել եմ իմ արժեքը, որովհետև ճանաչել եմ ինձ, գիտեմ ես ով եմ, ինչ ծավալի մարդ եմ, ես իմ արժեքը միշտ իմացել եմ, պահել եմ։ Դա կապված է եղել նրա հետ, որ տեսել եմ ավելի մեծ սերունդ ինձնից, ովքեր սովորել են, ավարտել են իմ աչքի դիմաց ինձնից ավելի մեծ տարիքով ու ավարտում էր, ասենք 20 հոգի, որոշները մի քիչ շատ շնորհալի, որոշները մի քիչ քիչ, նրանք չկային ասպարեզում։ Ու ինչի մասին, որ ես հիմա խոսում եմ, մեր ինստիտուտի ուսանողությունը, որ ինձ դիտի, իրանց մաշկի վրա կզգան դա։ Իրանցից մեծամասնությունը անցնում է այս ամեն ինչի միջով, որովհետև բոլորը տեսնում են, որ մեծամասնությունը ինչ որ չի կարողանում առաջ գնալ, թե դա իրանցից է, թե դա մյուսներից է, ես դա չեմ կարող ասել, բայց երկրորդ, երրորդ կուրսում մեր թատերական ինստիտուտում սովորելուց ուսանողի մոտ միշտ գալիս է այդ հիասթափությունը։ Ինձ թվում է, որ դժվար իմ մոտ դա ստացվի, ինչ-ինչ պատճառներով, այդ պատճառները ոչ մեկ չգիտի, բայց այդ հոգեվիճակը գալիս է, բոլորի մոտ գալիս է։ Վահե, այդ դեպքում ինչ անել, որն է ելքը, անընդհատ քաստինգների մասնակցել, թե ինքդ օրինակ նախաձեռնել պրոյեկտներ, որն է ելքը այդ դժվարությունից դուրս գալու։ Նախ առաջին ելք ես գտնում եմ միշտ ցանկացած ասպարեզում, կյանքի ցանկացած փուլում չհուսալքվել մինչև վերջ։ Միշտ ցանկացած վատ բանի արդյունքում միշտ լինել պոզիտիվ, այդ դրական մտածելակերպը պահել, դրական էներգիան պահել, դրական էներգիան շատ է օգնում։ Ու իհարկե հաճախել կաստինգների, փորձել, անդադար փորձել, առաջինը չի լինի, երկրորդը, երրորդը, չորրորդը։ Ես ինքս շատ կաստինգների չեմ մասնակցել, հիմա տպավորություն կլինի, որ դու չես մասնակցել, բայց խորհուրդ ես տալիս։ Ես չեմ մասնակցել, որովհետև ես դրա ժամանակը չեմ ունեցել։ Ես սովորել եմ 4 տարի, իմ ուսանողական տարիներին չեմ մասնակցել, չեմ ուզել։
Եթե մասնակցեի ընտրեին, ես մեկա չէի ուզի, հետո անցել եմ ծառայությունից եկել եմ ու արդեն նկարահանվել եմ այս հեռուստասերիալում։ Ես այդ ժամանակահատվածը երկար կաստինգների մասնակցելու չեմ ունեցել։ Եթե ունենայի, կանեի, հաստատ կանեի։ Բա ինչպես դիմանալ եւ դիմակայել հայտնիությանը, այդ փառքին, ճանաչելիությանը, մարդկանց հետաքրքրվածությանը, այսինքն ինչպես այնպես անել, որ դա չազդի քո վարքագծի, մտածելակերպի վրա, կարողանում ես դա ինքդ ստաբիլացնել, թե ընկերներդ կամ ընտանիքդ են օգնում, որովհետև շատերս դրա միջով դժվարությամբ են կարողանում անցնել սկզբում։ Այս հարցում ոչ մեկի օգնության կարիքը չեմ ունեցել, եթե անկեղծ ես չեմ էլ մտածել, որ ես հայտնի կլինեմ, հիմա էլ չեմ մտածում, որ ես այդպիսի հայտնի եմ ու ես ինձ պահում եմ լրիվ ոնց միշտ ինչ ձևի մարդ եմ, ազնիվ, համեստ, նորմալ, բոլորի հետ շփվող, դա ինձ ընդհանրապես ոչ մի փոփոխություն իմ կյանքում չի բերել հայտնիությունը։ Դե ես հայտնի եմ, ես չեմ փոխվել դրանից, ես բոլորի հետ մնացել եմ նույնը, ինձ բոլորը ճանաչել են միշտ նույն Վահեն ու հիմա էլ նույն Վահեն եմ ես բոլորի համար, ով ինձ ճանաչում է։ Artin Beauty Aesthetics-ում ձեզ կարող են առաջարկել նիհարելու ամենաբազմազան եւ ամենաառաջատար մեթոդները։ Այդ թվում նաեւ լիպոսակցիա, կբացատրեք ողջույն բժիշկ, ինչի մասին է խոսքը։ Բարև Մհեր ջան։ Լիպոսակցիան դա մեխանիկորեն ճարպային հյուսվածքի հեռացում է, լիպոսակցիա ճարպ հեռացնել։ Մենք այստեղ անում ենք առանց ընդհանուր ցավազրկման, այսինքն նարկոս չկա, տեղային թեթև կտրվածքներով կանյուլայի միջոցով հեռացում է։ Օգտագործում ենք մեքենա, որը նաև լեզեր ունի հետը։ Դա ինչու է օգնում, հետվիրահատական շրջանում շատ ավելի մաշկի հետ ձգում է կատարում։ Հիմա շատ ակտուալ է թեման լիպոսակցիա ինչ առումով, այս վերջերս ներարկումների բանի հետ կապված մարդիկ քաշ են գցում, բայց ինչ է կատարում, ընդհանուր իրենց քաշը իջնում է, բայց մարմնի որոշակի մասերում մնում են շատ տգեղ, այն առումով տգեղ, չեմ ուզում այդ բառը օգտագործել, ոչ սիմետրիկ ճարպային կուտակումներ, որոնք ինչքան էլ նիհարում ես, երբ որ մի ինչ որ բան ես հագնում, գեղեցիկ չի նայում, լինի դա կրկնակզակը, լինի թևերի այս մասերը, լինի փորը եւ այս կողքերը։ Շատ կարևոր է վերցնեք ժամադրություն եւ մենք խոսենք դրա մասին, որտեղ ամեն հաճախորդ չի, որ դա մեր ճիշտ հաճախորդն է։ Շատ անգամ ես ասում եմ, դուք պետք է գնաք վիրահատորեն, պլաստիկ վիրաբույժը նաեւ մաշկի հեռացում կատարի։ Բայց ունենք շատ լավ արդյունքներ եւ խնդրում եմ գնացեք ճիշտ մասնագետի մոտ, որ ձեզ ճիշտ խորհուրդ տան այդ հարցը։ Եկեք ճիշտ մասնագետի մոտ, Artin Beauty Aesthetics-ում պրոֆեսիոնալ բժիշկ է աշխատում եւ մեծ եւ հետաքրքիր թիմ, այցելեք եւ կհամոզվեք։ Venus Gifts-ում մեր այցելություններից մենք մշտապես տեղեկանում ենք վերջին հավաքածուների եւ դիզայներական նոր լուծումների վերաբերյալ։ Այս պայն ձեզ ներկայացնելու ենք ամենաազնվական եւ ամենաբարձրաճաշակ ապրանքանիշը։ Խոսքը Bernardo-ի մասին է։ Այն բացառիկ է եւ ազնվական է համարվում իր որակի եւ պատմության համար։ Այն գուցե շատերի համար ավելին է, քան Hermes եւ այլ ապրանքանիշերի սպասքը։ Պիտի նշենք, որ իր որակյալ հատկանիշներով եւ ձեռքի մանրակրկիտ գործի արդյունքում սա համարվում է իսկական արվեստի գործ։ Արվեստի գործերի ամենալայն տեսականին հենց այստեղ է Venus Gifts-ում։ Ինչու՞։ Որովհետև այս խանութ սրահը կարողանում է պայմանավորվել եւ իր հարկի տակ ներկայացնել այն բոլոր բացառիկ նորությունները, որոնք առաջարկում է դիզայներական այս տունը։ Այնպես որ այցելելով մեկ անգամ Venus Gifts, վստահ եմ դուք կգտնեք ձեզ համար նախընտրելի սպասքը եւ ձեր ճաշակին համապատասխան գեղեցիկ դիզայներական զարդերը։ Գլենդելում մեզ համար առանձնացող ամենագեղեցիկ ռեստորաններից մեկը Le Brand-ն է, որը իր հերթին առանձնանում է լավագույն սպասարկմամբ։ Այստեղ աշխատակիցները կարողանում են փոխել ձեր տրամադրությունը դեպի լավը եւ միաժամանակ իհարկե ամենակմահաճ հաճախորդը լքում է տարածքը երջանիկ դեմքի արտահայտությամբ։ Եվ այդ հարցում ամենևին էլ ալկոհոլը չի պատճառը, այլ լավ սպասարկումն է։ Կարևոր պատճառներից մեկը նաեւ համեղ ուտեստներն են։ Այս մենյուն ինձ համար առանձնանում է հատկապես նրանով, որ առաջարկվում է եւ միաժամանակ ամենահամեղ հայկական ուտեստները եւ միաժամանակ իհարկե fusion կարգի ուտեստներ, որոնք չեն հիշեցնում որևէ բան հայկականի մասին։ Բենդը եւս շատ բարձրաճաշակ եւ բարձրաշխարհիկ երաժշտություն է հնչեցնում, որը հնարավորություն է տալիս միաժամանակ եւ ուրախանալ եւ ունենալ ոչ
տաշի տուշի տրամադրություն, որը եւս կարեւոր է։ Մենք գտնվում ենք հենց Փադիոյի հատվածում, որը իմ ամենասիրելին է։ Սա միաժամանակ համ պարություն է ստեղծում բացօթյա հանգստի եւ ժամանցի եւ միաժամանակ նաեւ շատ intimate, շատ անհատական եւ փաստորեն նուրբ տրամադրություն է ստեղծում։ Այստեղ կարող են անցնել ձեր լավագույն երեկույթները, լավագույն փարթիները, ծննդյան եւ հարսանեկան միջոցառումները եւ միաժամանակ իհարկե սա նաեւ այնպիսի ռեստորան է, որ կարող եք ընտանիքով, ընկերներով գալ երեկոյան եւ վայելել ձեր ժամանցը։ Այցելեք Le Brand ռեստորան եւ վայելեք այն։ Գիտես, մեր օրերում հայտնի դառնալը դժվար չէ։ Ինձ թվում է, եթե մարդ ցանկանա, ցանկացած դեպքում, անգամ երբ տաղանդը իսպար բացակայում է, հələ գուցե դա ավելի օգտող հանգամանք լինի, որ տաղանդ չլինի, ավելի արագ կլինի, շատ հեշտ է հայտնի դառնալ։ Մի քանի օրում շատ դժվար է պահել հայտնիությունը։ Ըստ քեզ կհաջողվի քեզ տարիների ընթացքում մնալ հայտնի։ Ես համենայն դեպս դրա համար ամեն ինչ անում եմ, ինչը որ ազնիվ է, ինչպես անել, որ մի դերի դերասան մարդ չմնա։ Օրինակ, հայտնիությունը կարող է շատ արագ գալ, ինչպես դա տեղի ունեցավ նախկին սովետական միության երկրներում, այդ Սլովոպացիա առաջին սեզոնից հետո բոլոր դերասանների հետ։ Նրանք մի օրում արթնացան նախկին խորհրդային միության երկրներում ամենահայտնի դերասանները։ Բայց նրանցից ընդամենը 1-2-ին է այսօր հաջողվում խաղալ որևէ նախագծերում, այն էլ ոչ նախկին հաջողությամբ։ Ինչ անել, որ մնալ ալիքի վրա, այսպես ասած։ Ես կարծում եմ, որ ինչպես դուք նշեցիք, նրանք մի օրում դարձել են հայտնի, եթե նրանք չունեին օրինակ մասնագիտական կրթություն, ստանալ մասնագիտական կրթություն։ Եթե նրանք դարձան հայտնի ու ուզում են մնալ հայտնի, իրանց դուր է գալիս այդ կյանքը, այդ ապրելաոճը դերասան լինելու, պիտի աշխատեն դրա վրա, պիտի աշխատեն խոսքի վրա, գնան ինչ-որ դասընթացների, միշտ աշխատեն, որ չմնան նույն տեղում, որովհետև կյանքը արագ, կյանքի ռիթմը գնում է, աշխարհը զարգանում է, կինոինդուստրիան զարգանում է, միշտ անդադար ամեն ինչ զարգանում է, եթե դու մի քայլ հետ մնացիր մի բանից, դու հետ ես մնում։ Որն է հունով գնաս ամեն ինչի։ Ներողություն, որ ընդհատեցի, որն է քեզ համար որպես դերասան սահմանը։ Ինչ դերերում չես խաղա, ինչ չես անի էկրանի առաջ։ Մասնագիտական առումով թե ինչ որ չափանիշ լինելու լավ դերասան, ես կարծում եմ չկա, լավից լավը միշտ կարա լինի։ Դերասանի մասնագիտությունը, դերասանական արվեստը դա անսահման է, միշտ կա աճելու տեղ, միշտ կա զարգանալու տեղ, միշտ կա նոր բաներ, նոր միմիկաներ, նոր խոսք, նոր խոսելավոր, միշտ կա աշխատելու տեղ, միշտ կա զարգանալու տեղ։ Իսկ իմ համար կերպար, որ ես չեմ խաղա, այսինքն կան սահմաններ, որոնք որ բարոյականության սկզբունքների հարց է, հա, հավանաբար։ Այո։ Կան որոշակի սահմաններ, որ հիմա համենայն դեպս ես այդպես եմ մտածում։ Կարող է ժամանակներ անցնեն, ես այդպես չմտածեմ, որտեղ մարդը մեծանում է, փոխվում է մտածելակերպը, աշխարհընկալումը։ Հիմա որոշակի այո սահմաններ ունեն, որ այդ կերպարը ես չեմ խաղա։ Բայց ի՞նչ է քեզ հետ կատարվում, երբ նույն նկարահանման հրապարակում դու դերասանների հետ ես, ովքեր ունեն մեծ ավանդ, մեծ փորձ, պատկառելի տարիքում են, իրենց դիտել ես տարբեր ֆիլմերում, կոմպլեքսավորվում ես, բարդույթավորվում ես եւ փորձում ես ուղղակի ճիշտ անել քո գործը, թե հակառակը քեզ ավելի ինքնավստահ ես զգում ես իրենց աջակցությունը եւ այլն։ Ասեմ, սկսեմ դեռ Գարունա ֆիլմից, ես այնտեղ նկարահանվել եմ Ալեքսանդր Խաչատրյանի հետ, նա իմ համար մեծ հայ դերասան է, ես իր խաղը շատ եմ սիրում, թե որպես դերասան, որպես մարդ իրեն շատ եմ սիրում, բայց չեմ կոմպլեքսավորվել։ Ասեմ ավելին, օգնում էր Ալեքսանդր Խաչատրյանը, շատ հարցերում օգնում էր, սովորացնում էր, խորհուրդներ էր տալիս ու ոչ միայն ինքը։ Այս հեռուստասերիալում էլ ես մեծ պատիվ ունեցա նկարահանվելու Արև Սանթրոսյանի հետ։ Արև Սանթրոսյանը նաև իմ կուրսի ղեկավարի մայրիկն է ու իր հետ էլ մեծ պատիվ է նկարահանվելը։ Ինքն էլ շատ անգամներ խորհուրդներ է ինձ տվել, անձամբ ես գնացել ու հարցրել եմ տիկին Արև,
ինչ որ բան կա ինձ խանգարող, դուք ինձ կարող եք ճիշտ ուղղության վրա դնել, ու ինքը լավ խորհուրդներ էր տալիս, ճիշտ խորհուրդներ, ու ոչ միայն Արես Սանթրոսյանը, Աստղիկ Աբաջյան Մալյան թատրոնի դերասանը, Հոյակապ դերասանուհի, մեծ պատիվ էր իր հետ նկարահանվել է հեռուստասերիալում Իմ մայրիկն է։ Էլի լավ խորհուրդներով երբեք չեմ կոմպլեքսավորվել ոչ մեկի հետ նկարահանվելուց, միայն ուրախացել եմ, օգնել են ինձ ու ավելի ինքնավստահ եմ եղել։ Որն է քո երազանքի կերպարը, քո երազանքի դերը, որ այդ առումով դու քեզ առավել լավ կբացահայտես ըստ քեզ, ինչպիսի մոտավոր, ինչպիսի կերպար կցանկանաս կերտել ապագայում։ Մեծ կերպար, ավելի խաղարկային կերպար, որ այդ կերպարը կարելի է խաղալ անսահման, ամեն մեկ իր հնարավորությունների սահմանում, մաքսիմալ դրամատիկ կերպար, որովհետև իմ համար օրինակ ավելի հեշտ է խաղալ դրամատիկ տեսարան, քան հումորային։ Ես հումորով մարդ եմ իհարկե, խոսքը չի գնում նրա մասին, որ ես հումոր չեմ ընկալում, բայց թե դա գալիս է ուսանողական տարիներից, որ թատրոնում ներկայացումներում հիմնականում այդպիսի կերպարներ եմ կերտել, թե չէ, չեմ կարող հիմա ասել, բայց դրամատիկ կերպար ստեղծելը շատ ավելի է ինձ ցուքում, շատ ավելի հետաքրքիր է։ Ու դրամատիկ կերպար կերտելու առումով կարող եմ առանձնացնել Ռոբերտ Դե Նիրոյին, իմ կումիրն է, շատ ժամանակներ ես մտածում եմ, որ կարելի է իրեն նմանակել, այդ էլ մեծ բան է իրեն, եթե կարողանաս նմանակես Ռոբերտ Դե Նիրոյին, արդեն դու միգուցե լավ դերասան ես, ու իրապես կարողանալ կերտել իր խաղացած դրամատիկ կերպարներից։ Վահե, ում կարծիքն ես ամենաշատը հաշվի առնում, երբ կա արդեն ավարտուն գործով, առաջինը նայում ու քեզ ասում լավա թե վատ։ Եղբայրս, մեծ եղբայրս Արազատ, ամենաառաջինը իրան եմ ասում միշտ, ամեն ինչ միշտ։ Շատ սիրելուց է, երևի մեծ է կապը մեր։ Կպատմես եղբորդ մասին, ինչպես է մանկության ընթացքում ձեր կապը եղել։ Շատ բաներ կարամ պատմեմ, բայց մի քիչ ավելի լակոնիկ որ ստացվի, ուզում եմ նշել, որ իմ եղբայրը ուղղակի սովորական մեծ եղբայր չի եղել, եղել է շատ ավելին, քան եղբայր։ Չեմ ուզում ասել ծնող, որովհետև ծնողը մի հատ է, ծնողը անփոխարինելի է, բայց շատ դեպքերում իրեն կարելի է նմանատիպ հարցերով դիմել, ինքը միշտ ամենուր է իմ համար, շատ լավ եղբայր է ու բառեր հիմա չեմ կարող ճիշտ բառերով ավելի նկարագրել այն զգացողությունը, այն հավատը, այն վստահությունը դեպի իրեն, ինքը շատ ավելին է, քան ուղղակի եղբայր։ Ես շատ ընկերներ ունեմ, ովքեր ունեն մեծ եղբայր, բայց ես ոչ մեկի մոտ չեմ տեսել այդ կապը։ Եվ վերջում, ինչ կա քո մեջ, որ դեռ առիթ չես ունեցել էկրաններից այն կողմ ցույց տալ մարդկանց, կիսվել եւ այլն։ Ի վերջո, երիտասարդ դերասաններին միշտ չի որ հնարավորություն է տրվում խոսքի, իրենց տաղանդը ցույց տալու եւ այլն։ Եվ կան մարդիկ, ովքեր մեծ հույսեր են նաեւ դիտելով այս կամ այն հեռուստասերիալը ձեր հետ պահում։ Ինչ կասես այդ մարդկանց կամ ինչ կա քո մեջ, որ ուզում ես կիսվել նաեւ մեզ դիտող մարդկանց հետ։ Ինչ կասես իրենց, որովհետեւ իրենք քեզ ամեն օր տեսնում են, բայց ոչ խոսելիս, այլ պարզապես սցենար կարդալիս էկրաններին։ Հիմա դու ավելի իրական ես, ավելի շոշափելի, ավելի մարդկային։ Ինչ կասես իրենց։ Ես ուզում եմ բոլորին ասել ողջ հանրությանը, ովքեր որ մեզ դիտում են, ուզում եմ ասել, որ չդադարեն ցանկանալուց, չդադարեն երազել, միշտ երազել։ Երազելը լավ բան է, երազելը ճիշտ բան է, ունենալ լավ միտք, լավ էներգիա, երբեք չուսահատվել, միշտ անդադար չշեղվել կյանքի այն գլխավոր ճանապարհից։ Ցանկությունը մեկն է, այդ երազանքը եթե մեկն է, միշտ հավատարիմ մնալ այդ երազանքին ու շատ կարևոր է առաջ գնալ այդ ճանապարհով։
բայց ճանապարհով առաջ գնալ ազնվորեն, չխաբել, մյուսներին վատություն չանելով, ազնվորեն, համեստորեն, որովհետև դա վաղ թե ուշ գնահատվելու է։ Որ կգա ազնիվ մարդուն, ազնիվ ճանապարհով իր երազանքի հետևից գնացող մարդու համար այդ բոլոր դռները կբացվեն։ Ես վստահ եմ իմ կյանքում էլ է տենց եղել, ու ես ուզում եմ, որ բոլորը այդպես մտածեն։ Վայ, քո մեջ շատ լուսավոր եւ շատ դրական աուրա կա եւ հուսանք, որ դա երկար կպահպանվի եւ կկարողանանք նաեւ դա փոխանցել այսօր մարդկանց։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի էր այստեղ գտնվել։ Մանավանդ։ Դե ինչ շնորհակալություն, որ շարունակում եք դիտել մեզ, շարունակեք մեկնաբանել ու տարածել տեսանյութերը, բաժանորդագրվեք ալիքին ու պարզապես մնացեք մեզ հետ։ Լավ եղեք, առայժմ։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը։ Եվ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Մենք Elize House ռեստորանում ենք, իմ կողքին կրկին Արմինեն է, General Manager-ը, ով մեր բոլոր հարցերին տալիս է հստակ պատասխաններ։ Արմինե ջան, ինչու են մարդիկ այսքան շատ նախընտրում հենց Elize House-ը։ Տեսեք, նախընտրում են եւ երբ անձրև է լինում, գալիս ենք այստեղ խաշտելու, տեղ չի լինում։ Երբ պետքա ընկերներով հավաքվեն մարդիկ, էլի, երբ գալիս ես, նախապես ամրագրած չես լինում, հնարավոր չի լինում գրեթե միշտ առանձնանալ։ Էլ այս փադիոյի եւ բացօթյա հատվածի մասին չասեմ, որ բոլորի սիրելին է։ Ինչու՞մն է գաղտնիքը։ Ասեմ Մհեր ջան, գաղտնիքը նախ առաջինը ջերմընդունելությունն է։ Երկրորդը տալիս ենք մեր ամենաբծախնդիր հաճախորդներին այն ամենը, որ իրենք սենց բավարարված դրական լիցքերով տուն են գնում, համեղ ուտելիքներն է։ Եվ իհարկե ամենակարևորը լավ սպասարկումն է։ Ես օրինակ տանել չեմ կարողանում, երբ խորովածը պարացնելով են բերում եւ այլն, բայց ստեղ պետք է անկեղծ լինեմ, առաջին անգամ այդ մթնոլորտը ինձ շատ դուր է եկել եւ դա ոչ թե արվում է ինչ որ կեղծավորությամբ կամ ինչ որ քաղաքենիությամբ, այլ հակառակը դա արվում է այսպես սրտից եկած տրամադրությամբ, որը անմիջապես փոխացվում է նաեւ այն մարդկանց, որ չեն սիրում նման բաներ։ Ես ինքս նկարել ու տեղադրել էի համացանցում, թեև այդ ժամանակ չէինք էլ համագործակցում։ Կպատմեք, թե ինչպես է այսքան լավ մթնոլորտ աշխատակազմի մոտն է։ Ասեմ Մհեր ջան, նախ այդ խորոված պարացնելը, այն որ հայկական համով են, որ հարսանիքներին ուզում ենք այդ ուրախությունը, այդ վայբը փոխանցենք մեր հաճախորդներին ու հավատացեք բոլորը ուրախ, ոգևորված, անգամ դուրս են գալիս, պարում են, մարդիկ կան, որ ես չեմ պարելու, բայց տենց մարդ չկա, բոլորին պարացնում ենք, ուրախացնում ենք, դրական լիցքերով ճանապարհում ենք տուն։ Այնպես որ ձեր բոլոր հավաքույթները լինեն դրանք ընկերական, ընտանեկան, բարեկամների հետ, թե պարզապես սիրելիի հետ, օրինակ կարող եք հաճախել, կարող եք այցելել հենց այս ռեստորանային համալիրը, որը ձեզ արդեն հայտնի է նաև նախկինում Old Gyumri անվանմամբ, այսօր Elize House այդպես է կոչվում, եւ մարդիկ ովքեր երկար տարիներ այստեղ ապրում են, գիտեն, որ այստեղ ամենահամուր խոհանոցն է, բայց ավելացել է նաև ժամանակակից մոտեցում եւ որ ամենակարևորն է լավ սպասարկում, այցելեք Elize House։ MX Motors, best in Los Angeles.
The story you're about to hear is true.